Փաշինյանը իր ուղերձում արդեն ասում է, դե մենք ունենք 29743 քառակուսի կիլոմետր, թեր բնակեցված է մեր տարածքը, Սինգապուրի հետ է համեմատում, որ հանգիստ կարող ենք այդ տարածքում երջանիկ ապրել, հետևաբար պետք է ծալենք դնենք դարակում այդ հարցը։ Այդ ցեղասպանության հարցը Հայաստանի 29000 ժամանակին 800 էր ասում, հիմա չեմ բանա փոխվել։ Լավ, ամեն դեպքում հայ ցեղասպանության հարցը այս Հայաստանի տարածքում բնակվելու չբնակվելու հետ կապ չունի։ Դրանք ինչու են փորձում իրար կապել, որ իբր թե հայ ցեղասպանության հարցը բանա տարածք պահանջելու մասին խոսակցություն, հա, եւ որ խոսա ասեն դու պատերազմ ես ուզում, դու պատերազմ ես ուզում եւ դրանով մարդկանց դրեցնել։ Հարցը ուրիշ բանի մասին է, հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն ցեղասպանության տեսքով։ Եվ այս վատ ժառանգությունը մեզ զգոնա պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ, մենք ով է պատերազմ ուզում Հայաստանում հարևան պետությունների հետ։ Մենք լինենք ուշադիր զգոն եւ անվտանգային ճաշիկներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս։ Այս սրա մասին է քննարկում, իրանք աղավաղում են, մանիպուլացնում են, բերում են մտցնում են մի դաշտ, որ այդ դաշտում անպայման պետքա մանիպուլացիայի տեսքով սա օգտագործել եւ ունենք այն ինչ որ ունենք, այսինքն արդարացնել Հայաստանում այսօրվա ուրացության խոսույթը մանիպուլացնելով, որ իբր ով որ ազգային որևէ բան ասում է, ուրեմն պատերազմ է ուզում։ Իշխանության ինչ եք անելու, հետապնդելու եք այդ հարցը, առաջնահերթություն։ Երեք ես թեզերից մեկը ներկայացրել եմ, որը վերաբերում է օրինակ Արցախի էթնիկ զտմանը։ Մենք միջազգային նախադեպ ունենք հենց հիմա, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արտադրության միջազգային դատարան 23 թվականին Գազայում ցեղասպանության հարցով։ Այդ կոնվենցիայի մաս ենք նաև մենք։ Հայաստանի Հանրապետությունը ես լոբինգ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ կոնվենցիային համաձայն նույնպես դիմի դատարան Արցախի էթնիկ զտման հարցով։ Սա ինչ կտա մեզ։ Սա գոնե այսօր, եթե մենք դարած լինենք 23-24 թվականին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար օրինակ Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։ Ինչու, որովհետև դա նույնպես կոնկրետ էթնոսի հետքերը մաքրելու, ոչնչացնելու ցեղասպանական գործողության մի հատված է։ Նիկոլ Փաշինյանը երեք դատապարտում է Թուրքիայի դրոշ վառելը, բայց ոչ մի խոսք չասաց Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ։ Գիտեք, ես մի բան ասեմ, Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշ վառելը մենք էլ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է, այսինքն երբ որ պետություն ունես, դրոշ վառելը սազական չի քո ազգին, պետություն չունեցող ազգերը բան, անում են նման բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումը ոչնչացումով Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրումը, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, նկարը կա էլի, եւ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձինք սկսում են հերթով ներեգություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել, բան եւ հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են եւ շտկել են, կոտրված է եւ ամեն ինչ նորմալ է։ Հիմա երբ որ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի, բացի մեր եկեղեցին նկատի ունեմ, չի միանում են արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը, դուք որ ինչ եք ոչնչացնում Արցախում։ Եվ դրանով նաև Ալիևը շատ անկեղծ է, ես էլ ասեմ ու ամփոփեմ այս մասը։ Ինչու՞։ Որտեղ Ալիևը հայ ժողովրդին դանով ուղերձ է տալիս, որ ձեզ որ ասում են մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, նախագիծը, դա մի խաբվեք հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր այդ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ է լինելու, դե կգանք, մոմ կվառենք, չէ՞ ինչն է պատճառը, որ անպայման քանդվի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու,
ցմփ բան է, համերգների բաների խորովածի, այս ուտել խմելու բանի համատեքստում էլի, ուրիշներն է թողա։ Ալեն Սիմոնյանը հենց Ստամբուլում այսպեսի մի հայտարարություն արեց, ասում է, որ Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանը, հենց Ստամբուլում հայտարարություն արեց։ Ըստ ձեզ, սա Նիկոլ Փաշինյանի կամ այդպես համաձայնեցված է, հա, գործադիր քաղաքականության հետ ու ինչ ուղերձեր սրանով էր հաշվառնելով, որ հենց Ստամբուլում է, հա, նման հայտարարություն։ Տեսեք, ես կարծում եմ սպիկերի դերը միշտ Հայաստանում օգտագործվել է, որպեսզի ավելի ազատ այլ մեսիջներ տրվի, կարծում եմ այդ համատեքստում է, բայց դա խոստովանություն այն ամոթալի վիճակի մասին, որ ունենք հայ-թուրքական բանակցային տրակում, որովհետև այդ process-ը նշանակում է, որ մեզ այն ժամանակ խաբել են, որ դիվանագիտական ազնագրերի համար սահմանը բացվելու է, ցամաքային սահմանի մասնախոսք գնում։ Հետո նորից են խաբել, Այն ժամանակ, երբ որ դա խոսակցությունը գնում էր, դերևս հայ մարդիկ ապրում էին Արցախում, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում դպրոց էին գնում, աղոթում էին, այսինքն այդ խաբկանքը շարունակվում է։ Հիմա միտեղ մի բան ասել, իրենք են չեմ եղադրում, որ նախկինում բանակցել են մի բան, եկե ժողովրդին ասել մեկ ուրիշ բան։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք ժողովրդին ասում են ամեն ինչ լավ է, նորմալ է, բացվում է, բան հեսա առևտուր եւ այլն, միակողմանի առևտուր են անում։ Եվ որից հետո գնում Ստամբուլում ասում են բանա, դե ժողովուրդ ջան, դե գիտեք դե բան, Ադրբեջանը ձեզ խանգարում։ Այսինքն Թուրքիայի պես հզոր երկիր ուզում է սահմանը բացի մեր հետ, Ադրբեջանը չի թողում, հա։ Այդ են ուզում ասել։ Կարող ենք ասել, որ հաշվառն է, որ Ռուբինյանն է, հա, այդ բանակցությունները վարում, դա այսպես աշխատանքի, ապարդյուն աշխատանքի հետևանքն է, սա։ Գիտեք, այսինքն դուք մտածում եք, որ մի մարդ պետքա բանակցի ու դա բացվի։ Գլխավոր պատասխանատուն արտաքին քաղաքական վարչապետն է։ Այդտեղ ոչ Ալեն Սիմոնյանն է պետք առանձնացնել, կոնկրետ գլխավոր պատասխանատու կա։ Հայկական կողմը ճիշտ չի աշխատում, Թուրքիան չի։ Հայկական կողմը ի սկզբանե գնացել է մի ճանապարհով, որի վրա բանակցությունները գնում են առանց նախապայմանների։ Բոլոր տեքստերում Թուրքիան համաձայնվել է, որ գրվի, որ առանց նախապայմանների են բանակցում, բայց միևնույն ժամանակ բոլոր նախապայմանները իրենք դրել են սեղանի վրա։ Դա եղել է սկզբից Արցախյան հիմնախնդիրը, հետո Միջանցքի հարցը եւ այդպես շարունակ։ Հիմա քաղաքական հարց էլ էլի, եթե կարելի է, պարոն Մարուկյան, ինչ եղավ ձեր եւ Հովիկ Աղազարյանի հետ, ինչ տեղեր չկարողացաք միասին կիսել եւ ձեր նախընտրական քարոզարշավի ընդհանրապես ընտրական փուլի մեջ եք մտել, ով է փողը տվել, ով է ֆինանսավորում։ Ոչ մի բան չի եղել մեր միջև, ամեն ինչ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։ Ինչ վերաբերում է մեր նախընտրական արշավին, ես հիշեցի մեր համագումարը 15 թվականին, համագումար էին կանում եւ լրագրողները հարցում էին, բայց այս փող որտեղից, որ համագումար եք անում։ Հիմա նույն բանն եմ հիշում, այսինքն 19 քաղաքական միավոր գրանցվել է ընտրություններին մասնակցելու եւ բոլորին հուզում է, որ միայն այ լուսավոր Հայաստանն է ոնց է անում։ Ես ձեզ ասեմ, լուսավոր Հայաստանը ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart campaign, խելացի արշավ, ինչ է սա նշանակում։ Մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասնելու ենք մարդկանց։ Մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք ամենաճանաչված, 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, ինձ կամ մեր թիմակիցներին հայտնի դարձնելու խնդիր չունենք եւ շատ հանգիստ մտնենք այս քարոզարշավի մեջ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Դավիթ Խաչակյանը մեր ներկայացուցիչն է կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մեր նախընտրական թիմի անդամ է, կուսակցությունից դուրս եկած մարդիկ կան, այո, նրանք չկան, չեն կարող լինել, որ ուզեն անել։ Ես էս ավարտեմ, էլի։ Ես ուզում եմ նաեւ լրագրողներին մի խնդրանք ներկայացնել կամ կա պահանջ։ Դա այն է, որ դուք դարձել եք ընտրությունների վերաբերյալ խոսույթը, փողի խոսույթ։ Այսինքն, ով առաջին, մի րոպե, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, հա, տպավորությունա, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասեր ենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն ով փող ունի նա կարող ընտրություններին մասնակցի, ով որ առաջին հայացքից չէ, ախր չի կարելի։ Ինչ եմ ասում։ Պիտի հաշվետվի։ Այն ասում է։ Հա, բայց հաշվետվությունը տված է, մտեք նայեք, կտանք, ինչ խնդիր կա։ Մենք անցած ընտրություններում ամենակիչ գումարով դե որ ես տեսնեմ որ իշներին հարցնում եք։ Գիտեք, նույն տեղի չէ ֆինանսավորում, չէ՞, Թաթոյանին կասի, որ իրանք ֆինանսավորում, իրենց համակիրներով բանով։ Չէ, բայց դու հարց ուներ էլի մեզ։ Ուզում ենք հասկանանք ուղղակի ում ականջներն են ձեր հետը, մեզ ֆինանսական
մեր ականջները։ Ո՞վ է կաղազարի։ Հայ ժողովրդի աջակցությունն է, ուրիշ ականջներ չկա։ Գորգիսյանի ականջները, Կարպիս Փաշյան։ Հաստատագետն էլ բան Մարքան, ասում եք վարչապետի տեխնացը չունենք, վերջացակը դուք եք գլխավորում։ Այո։ Ինչ է նշանակում չունենք վարչապետ։ Ասեմ, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, երբ որ բոլորը հռչակում են, որ իրենք պետք է լինեն վարչապետ եւ վերջ։ Սա նաեւ մի process էր, որը նախընտրական դեռևս կոնսոլիդացիայի շրջանում խանգարեց կոնսոլիդացիաներին։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամբիցիան չի կարելի առաջ մղել։ Այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Մի հատ մարդիկ թող սկզբից падգամավոր ընտրվեն, հետո վարչապետական ամբիցիաները քննարկենք։ Այո, ցանկացած համասնական ցուցակի առաջին համար տվյալ ուժի ֆորմալ վարչապետի տեխնացունը օրինակ գնալու այն բանավեճին են գլխավոր, չէ՞, բայց մենք ասել ենք, որ մենք չենք մտնելու այդ իմաստով այդ բանավեճի մեջ, որտեղ մի քանի իմաստ քննարկում։ Բայց բանավեճերի մասնակցելու Անցողիկ շեմը կհաղթահարեք, թե Անցողիկ շեմը արդեն հաղթահարել ենք, որովհետև դեռ երբ որ չէինք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, դրանից քիչ էր պակասում։ Երբ որ հայտարարեցինք, բնականաբար դիրքավորումը բերեց արդեն հաղթահարելու։ Այսինքն այս պահին հաղթահարելու։ Ցուցումները կարել բարձել եք, հա, Հանգիստ։ Փաշինյանի ուղերձի մեջ նշում է, ասում է այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը Տանում են ժողովրդին կառավարությունները սահմանների եւ արտադրության վերականգնման կոչերով, ասում է տանում են նրան, որ մենք կանգնենք պետականությունը կորցնելու։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն 19 ուժ գրանցվել է, բացառեք ծրագրերը նայեք։ Կամ հլավ խոսքը ինտերվյուները նայեք։ Ես չգիտեմ ուժ, որ մեր ժողովրդին ուզում է տանի պատերազմի Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Չգիտեմ այդ ում մասին է խոսում, ինչ է պատմում, ինչ է ասում։ Ինքը դրանով փորձում է արդարացնել այս ուրացության process-ները։ Ուրացության, ծպտուն չանելու, մենիկնությունը ոչնչացնելու դեմ որևէ դիվանագիտական լծակ գործիք չօգտագործելու իր անգործությունը, էսա։ Ուրիշ բան ես չգիտեմ ուժ ախր, որ ուզում է տանի բանները։ Ինչ ան։ Միանշանակ ուրանում է։ Դուք մի նայեք որ բերում են ծաղիկենտում բան։ Ուրանալը այդպես չի լինում։ Ուրանալը այդ հարցեր տալով է։ Մեր հարցեր են տալիս։ Բայց նայենք տենանք ոնց է եղել, բան քանի միլիոն մարդ ազով է։ Ուզում ենք պատի վրա քանդել, ոնց էր ասում Քոչարյան Անդրանիկ, ասում է պատի վրա ուզում ենք գրենք։ Պատկերացնեք մի հրյա կանգնի, ասի 6 միլիոն հրյաների հոլոկոստի զոհերի անուններն ենք ուզում։ Ինչ կանեն այդ մարդուն։ Այս իշխանությունը օրը ցերեկով բաց տեքստով ասել է, դրանից հետո, բայց սա խաղաղության հետ կապ չունի, պետություն մենք ունեցել ենք 91 թվականից, դրանից առաջ էլ մի հատ ուրիշ ձեւի պետություն ենք ունեցել, դրանից առաջ էլ առաջին հանրապետություն ենք ունեցել, հետեւաբար պետություն մենք ունեցել ենք։ Խաղաղություն, sense խաղաղ առաջնահերթին։ Նայեք, խաղաղությունը ինքը դատարկ ուղակի բան չի, օթում ինչ որ բան չի։ Խաղաղությունը դա անվտանգային համակարգ է, անվտանգային երաշխիքներ են, մեխանիզմներ են, որոնք ապահովում են քո խաղաղությունը։ Եթե այդ անվտանգային մեխանիզմները եւ երաշխիքները գոյություն չունեն, ինստիտուտներ չկան կանխարգելող որևէ բանի, խաղաղության մասի խոսալը բանը, նախընտրական բան, լոզունգ է։ Խնդրեմ։ Նման հարցեր տալի ասում ես խաղաղությունը ինչ երաշխիք ունի, իրանք մեծ բերում են օգոստոսի 7-ի թուղթը, ասում են սա ամենամեծ երաշխիքն է խաղաղությունը։ Օգոստոսի 7-ին երկու փաստաթուղթ է ստորագրվել, մեկը թրիփն է, որով Միչանսկի են հանձնել, մյուսը խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստն է, որի վերաբերյալ մանրամասն ես խոսել եմ հենց այդ օրը եւ ցույց եմ տվել, թե ինչ խնդրահարույց կետեր կան մեզ համար, եւ ես գտնում եմ, որ այդ կետերը բնականաբար չի կարելի ուժի մեջ մտցնել, դրանք պետք է վերաբանակցվեն։ Վերաբանակցելու թեզը ես եմ մտցել օրակարգ, այո, պետք է դրանք վերաբանակցվեն, եւ ես ավելին ասեմ, որպես այդ փաստաթղթի վրա աշխատած մարդ, այն կետերին, որ իրենք համաձայնվել են, մենք երկար ժամանակ չենք համաձայնվել։ Մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։